Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Արձալ զորահանդեսի մասին, պարոն վարչապետ, այսօր հրապարակում խոսեցիք բանակի կերպափոխումից, զինտեխնիկայի մատակարարումից, դիվերսիֆիկացիայից, հայկական ռազմավարության զարգացումից, նույնիսկ միջազգային շուկա դուրս գալու առաջին քայլերից, այս ամենի ֆոնին առաջիկա 5-ից 10 տարիների ինչպիսի Հայաստան եք պատկերացնում բանակի անվտանգության և տեխնոլոգիական կարողությունների տեսանկյունից, և կարող է հայկական ռազմավարությունը դառնալ ոչ միայն պաշտպանության, այլև երկրի տնտեսության ու պետական ազդեցության շարժիչ ուղղություններից մեկը։ Շնորհակալություն։ Դա հիմա տեղի է ունենում, բայց ես էլի ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ այդ համատեքստից ոչ միայն կտրված չէ, այլև շատ էական նշանակություն ունի գիտության ֆինանսավորման շուրջ 2.7-2.8 անգամ ֆինանսավորման ավելացումը 2017 թվականի համեմատությամբ, 2021-ից ընդ որում, և մենք գիտության ոլորտում 100-ից 300% աշխատավարձերի բարձրացում ենք իրականացրել, գիտության ոլորտը գրավիչ է երիտասարդ գիտնականների համար, և հայկական արտադրության նմուշները, որ դուք տեսնում եք, իհարկե տեսական և պրակտիկ մակարդակում շատ էական է այդտեղ հայաստանցի գիտնականների ներդրումը, ովքեր այդ տեխնոլոգիաները մշակում են, իհարկե նաև մասնավոր ներդրողների, և մենք չենք խոսել դրա մասին, գիտեք, ես գործարանների բացումների եմ գնացել, մի քանի այցեր եմ ունեցել գործարաններ, բայց մենք մեր ռազմավարությունաբերական այդ այցերից ոչ մեկը չի լուսաբանվել, որովհետև մեր խնդիրը եղել է ստեղծել պայմաններ, որպեսզի համակարգը կայանա, համակարգը կայանում է, և այսօր ամենամեծ ուրախությունն է, ինչի մասին մենք չենք կարող բաց խոսել, զարգացած երկրները պայմանագիր են կնքում, ընդ որում բազմամիլիոն դոլարի պայմանագրեր են կնքում արդեն իսկ մեր ռազմավարությունաբերական համալիրի հետ։ Մենք գիտական մեծ պոտենցիալ ունենք և գիտության մեջ մեծ ավանդույթներ ունենք, և ամենակարևոր սա է, որովհետև այնուամենայնիվ արտադրությունը էլի շատ կարևոր և բարդ գործ է, բայց եթե բովանդակային հենքը դրա չկա, շատ դժվար կլինի դա ապահովել, և ուրախ եմ, որ մենք հասել ենք այս կետին, և 5 տարի հետո, 10 տարի հետո պատկերացնում եմ ուղիղ այդպիսին, ինչպիսին այսօր, այսինքն բանակի պաշտպանունակությունը շարունակաբար մեծացնող, այն տարբերությամբ, որ 5 տարի հետո ոչ թե պատկերացնում եմ, այլ վստահ եմ, որ հայաստանյան արտադրության, եթե օրինակ զորահանդես անելու առիթ լինի, հայկական արտադրության ռազմական տեխնիկայի տեսականին շատ ավելի լայն կլինի։ Իդեպ հիմա արդեն ընթանում են որոշ գործընթացներ, արտադրություններ են ստեղծվում, որովհետև նաև ռազմական տեխնիկայի ձեռքբերման հետ զուգահեռ որոշակի ինֆրաստրուկտուրա է պետք դրանց երկարաժամկետ սպասարկման համար, էլ չեմ ասում որոշ նմուշներ մենք, որոնք այսօր արդեն մշակված են, մենք այսօր ուղղակի չենք ցուցադրել, այդ թվում են պատճառով, որ այնուամենայնիվ զորահանդեսը պետք է ինչ-որ տրամաբանական ժամանակում սահմանափակվի և չենք կարող, ասենք, 2 ժամից ավելի մարդկանց հրապարակում արևի տակ պահել։